Ողջույն, ես բժիշկ ռադիոլոգ Անի Խանոյանն եմ։ Այժմ մի փոքր կզրուցենք ինչ է իրենից ներկայացնում սկրինինգային հետազոտությունը։ Սկրինինգը պտղի հետազոտության ժամանակ իր մեջ պարունակում է բարձր եւ ցածր ռիսկեր։ Բարձր ռիսկերը դեռ չի նշանակում, որ պտուղը հարատավոր է, եւ ցածր ռիսկը դեռ չի նշանակում, որ պտուղը 100%-անոց առողջ պտուղ է։ Սկրինինգներին օգնում են նաև լրացուցիչ մեթոդներ, ինչպիսին է նիպտը, ամնիոցենտեզը, եթե կան որոշակի կասկածներ արատներից ելնելով։ Սկրինինգները բաղկացած են 3 մասից՝ առաջին եռամսյակի սկրինինգ, երկրորդ եռամսյակի եւ երրորդ եռամսյակի սկրինինգ։ Առաջին եռամսյակի սկրինինգի ժամանակ հիմնականում որոշում ենք դաունի համախտանիշը, օծիքային տարածություն ենք որոշում եւ քթոցկրի արկայությունը կամ բացակայությունը։ Երկրորդ սկրինինգը դա անցկացվում է 18-ից 20 շաբաթականում, հիմնականում որոշում ենք քրոմոսոմային հիվանդությունները, անոմալիաները, կառուցվածքային արատները եւ պտղի զարգացումը։ Իսկ երրորդ սկրինինգը իր մեջ հիմնականում ներառում է արդեն պտղի քաշը, դիրքը, պլացենտայի վիճակը, ամնիոտիկ հեղուկի քանակը։ Ինչպես պետք է պատրաստվել ուլտրաձայնային հետազոտության, յուրօրինակ ոչինչ պետք չէ։ Ընդհանրապես եթե հղիությունը փոքր է, կնոջ առաջարկում ենք մի փոքր լցնել միզապարկը, որպեսզի տեսանելի լինի։ Իսկ երկրորդ եռամսյակի ժամանակ, քանի որ արդեն պտուղը տեսանելի է եւ մեծ է, հարկ չկա միզապարկ լցնելու։ Հիմնականում կարող են խանգարել ուլտրաձայնային հետազոտությանը մոր քաշը եւ իհարկե շատ կարևոր նշանակություն ունի բժշկի փորձառու լինելը եւ բարձր ուլտրաձայնային սարքով աշխատելը։ Նշեմ, որ այդ բժշկական կենտրոնում իրականացվում է սկրինինգային եւ ուլտրաձայնային հետազոտությունները վերջի սերնդի Mindray Nova RN ուլտրաձայնային ապարատով։